Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիան շարունակում է աշխատանքը, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքով падգամավոր ընտրված Ռուբեն Մխիթարյանն է։ Բարի երեկո, պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մխիթարյան, օրերս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեզ բաշխեց ձեր падգամավորական մանդատը, շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ եւ որպես Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժը ներկայացնող падգամավոր, ինչպես պետք է աշխատեք, որ իսկապես ծավալվի ընդդիմադիր գործունեություն եւ ուժեղ Հայաստանը չդառնա կառուցողական եւ ձեռնտու ընդդիմություն ԿՊ-ի համար։ Սկսեմ վերջից, միանշանակ ուժեղ Հայաստանը որևիցե ձև քաղաքացիական պայմանագրի կուսակցության համար, այսպես ասած, ձեռնտու ընդդիմություն չի լինելու, ասեմ ավելին, մենք ինչ ժամանակահատվածում էլ որ գտնվենք ազգային ժողովում, իրենց կողոքտին, այսպես ասած, կանգնած ոսկոր են դնելու, որովհետև փառք Աստծո մեր ընտրողները, մեր ընդդիմությունը նաև այնքան շատ է մեզ ցայն տվել, որ հավելյալ ու ել ավելի պարտավորեցրել է, որպեսզի աշխատենք գերլ արված վիճակում, կատարենք օրենքով սահմանված բոլոր գործողությունները եւ լիազորությունները։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը վստահ եմ շատ ծանր դժվար ժամանակներ են սպասվում, որովհետև մենք էլ մեր աշխատելավոճն է լինելու է այնպեսին, ինչպեսին որ աշխարհում ընդունված է իրական ընդդիմության պարագայում։ Այսինքն օգտվել բոլոր հնարավոր լծակներից, ինչ որ գրված է օրենքում, դա մենք ստեղ իրենց տարբերությամբ չէ, մենք աշխատելու ենք օրենքով, իրենք աշխատելու են ինչպես ուզեն, փորձելու են այսինքն ինչպես ուզեն, որովհետև մենք էլ գիտենք, որ մի քանի տեսակ նաև քվեարկություններ կան, որ իրենք իրենց որոշածը կարողանալու են անցկացնել, բայց բոլոր հնարավոր օրինական ու անհնար միջոցներով օգտվելու ենք այդ հնարավորություններից, կլինի ելույթներ, կլինի հանդիպումներ քաղաքացիների հետ, կլինի միջազգային ատյաններում հարցերի պարզացում, այսինքն մեր մոտ լինելու է ամենօրյա աշխատանք ազգային ժողովում, լինելու է ամենօրյա աշխատանք մեր քաղաքացիների հետ, ու ինչպես նաև միջազգային հանրության հետ։ Աշխատելա այդ ոճով ինչպես եք դառնալու ոսկոր ԿՊ-ի կոկորդին։ Տեսեք, այս են նույն մանդատներ վերցնել չվերցնելու հարցի նման հարցեր, ցանկացած պարագայում, երբ որ իրենց հանգիստ չես թողնում, այսինքն իրենց ցանկացածն ինչ էր, իրենց ձևաչափն է, չէ, խոսույթներ, ընդրությունից հետո այն էր, որ չեն կամ չեն վերցնելու մանդատները կամ գալու են լավ ինչ անեն, լուր նստելու։ Ասում են, եւ երրորդ տարբերակն էլ կար, պարոն Մխիթարյան, ասում են դե թող գան, տեսնենք։ Միանշանակ ես էլ եմ ասում, թե կգանք, կտեսնենք։ Այսինքն հիմա եթե դեռ փորձել հարցին ես փորձեմ կոնկրետ հստակեցում տալ առանձնահատուկ դեպքերի մասով, դա ճիշտ չի լինի։ Ես էլ նույնպես կարծեմ Ռուբեն Ռուբինյանն էր, չէ, ասել, թող գանք տեսնենք։ Այո, ես մնում եմ հենց այդ նույն կարծիքին, համաձայն եմ իրեն, որ գնանք կտեսնենք տարբերությունը։ Տեսեք, պարոն Մխիթարյան, նույն ազգային ժողովի կանոնակարգը եւ առհասարակ մեր սահմանադրությունը այնպիսին է, որ ԿՊ-ի գլխաքանակը հարց է լուծում, այդպես պետք է ասեմ, այո, գլխաքանակը ազգային ժողովում լուծելու է հարց։ Այս առումով, որքան էլ բովանդակային լինի ընդդիմությունը, որքան էլ սուր լինի ընդդիմության քննադատությունը, հարց լուծելու տեսանկյունից արդյունքը 0 է։ Այս դեպքում ինչ կերպ եք պատկերացնում ձեր խնդիրները բարձրաձայնելու եւ դրանք կյանքի կոչելու գործընթացը։ Տեսեք, մենք աշխատելու ենք մեր աշխատանքի վայրը լինելու այսպես ասեմ, միտքս ազգային ժողովի շենքը, բայց մենք աշխատելու ենք մեր հայրենակիցների հետ։ Այսինքն ինչ է դա ենթադրում։ Այո, ընդունում եմ, որ կան ձևաչափեր, կան քվեարկություններ, օրենքի նախագծեր կամ չգիտեմ ինչ որ այլ որոշումներ, որտեղ կա մեծամասնություն հասկացություն։ Այսինքն իրենք գալու են, իրենք որոշումը կայացնեն, իրենք անցկացնեն, այսպես ասած, ու կատարեն մի քանի հարցեր, անեն այն, ինչ որ ուզում են։ Բայց այստեղ ամենակարևոր ու ամենագլխավոր հաղթանակներից մեկը մեր համար նաև այն էր, որ Նիկոլ Փաշինյանը իր խմբակի հետ չի կարողանալու, այսպես ասած, իրենց երազած փոփոխություն անել։ Խոսքը սահմանադրական փոփոխության մասին է, ինչպես եք բռնելու Փաշինյանի եւ իր խմբակի ձեռքը մասնավորապես սահմանադրության հարցում։ Այդտեղ սահմանադրական մեծամասնություն է իրենց պետք, բայց իրենք այդ չունեն, հենց դրա մասին է հենց այդ է ուզում ասել, որ այստեղ իրենք եթե ուզելու են փորձելու են փոփոխություն անեն, բայց քվեարկության արդյունքով անհնար է լինելու։ Ունենք որոշումներ, որ այո, առանց մեզ կարողանալու են ընդունել, բայց ունենք նաև շատ որոշումներ, որ առանց մեզ չեն կարողանալու իրենց ուզածին հասնեն։ Ու ասեմ ավելին, քանի որ մեր Նարեկ Կարապետյանն նշել է նաև, որ մենք աշխատելու ենք
երկու ճակատով, այսպես ասած, նաև ճիշտ ժամանակին օգտագործելով նաև փողոց օրեններով ազգային ժողովում, ես վստահ եմ, որ այդ փուչիկ, այդ մարդկանց մոդելը հասունանալու է ու հենց այդտեղ է գալիս նաև մեր ճիշտ աշխատանքը, որովհետև մենք ՀՄՔ հեռուստաընկերությունով իրենք ստիված են լինելու ցույց տան։ ՀՄՔ հեռուստաընկերությունով մեր հանրապետության քաղաքացին, մեր ընտրողները, նաև մեծ չընտրողները տեսնելու են մեր ու իրենց տարբերությունը։ Նարեկ Կարապետյանի հետ կապված, պարոն Մխիթարյան, դատախազությունը նրա նկատմամբ 1 միլիարդ դրամ գրավի պահանջ է ներկայացրել եւ ունի բացակայելու արգելք, պարոն Կարապետյանը։ Առհասարակ ԿՊ-ն, որն ասում է ես հաղթել եմ, դե թող գան տեսնեմ ինչ են անելու, չի հանգստանում եւ շարունակում է ուժեղ Հայաստան կուսակցության առաջին շարքերում կանգնած մարդկանց այդ բանտ ուղարկելու մոլուցքով տապակվել։ Դա ինչ խնդիր է լուծելու ԿՊ-ի համար եւ մյուս կողմից էլ հակառակ բումերանգի էֆեկտը չի ունենալու նույն ընդդիմության համար։ Այդ գործընթացները ավելի շատ մարդիկ չեն կոնսոլիդացնելու ձեր շուրջ, երբ տեսնում են, որ Նարեկ Կարապետյանը, որի քաղաքական աճ ու հասունությունը թռիչքաձև է եւ դա բոլորն են ընդունում, անգամ նրան երբեմն քննադատողները, օրինակ հայտնվի բանտում։ Դա հակառակ էֆեկտը չի ունենալու։ Տեսեք, մանկական ու երիտասարդության տարիները ինձ մի փողոցում ինձ մի բան են սովորացնում, որ հաղթող տղեն ցանկացած հարցում, իրեն նման կերպ չի պահելու։ Բայց այդ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը իրենք ընդամենը ֆուտլյար են, այսպես ասած, ապահովում ու նշում է, որ իրենք հաղթել են, ու հենց համեմատական ենք տանում իրենց այս պահվածքի, այս անհասկանալի քրեական գործերը եւ այլն վարչական ռեսուրսի օգտագործում, չգիտեմ, լծակների օգտագործում, այդտեղ հստակ բարձր դառնում, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել։ Նիկոլ Փաշինյանն կեղծել են ընտրությունները։ Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանին, մեր մնացած քաղաքական թիմի անդամներին, չգիտեմ, մեր Դավիթ Ղազինյան, Սուքեսյան Հայկ ու անդադարես Ալիկ Ալեքսանյան, իմ ընկերոջի անունը չտվեց նրա համար, ու պատգամավորության տեխնազուների ու պատգամավորների մեջ չկար, իրենց թվում է, որ այս ամեն ինչով իրենք մարդկանց վախեցնելու են։ Նարեկ Կարապետյան երեգելու երևի ամենասկզբից էլ հայտարարում էր, որ որևիցե խնդիր, որևիցե վախ, որևիցե խոչընդոտ բան նստելու հետ կապված կամ կալանավորելու հետ կապված որևիցե մեկը չունենք, որովհետև փորձը ցույց է տվել, որ սկսած ինձանից մնացած մեր բոլոր անդամներով, ովքեր այս ճանապարհն անցել են, մտավախություն, վախ, կաշկանդվածություն չկա։ ԿՊԱ-ականները այսպիսի մի թեզ են վերջին օրերին շրջանառում, եթե կուսակցության առաջին տեղերում կանգնած մարդկանց հանում ենք, ուղարկում ենք բանտ, կալանավորվում են, կուսակցությունը փլվում է, որովհետև այդ կուսակցությունը չունի գաղափար։ Իհարկե ես չեմ պատկերացնում ԿՊ-ի գաղափարը, որն է Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իրենք առանց իզմերի են, իրենց գաղափարախոսությունը չգիտենք որն է, բայց արդյոք դա աշխատող մեթոդ է լինելու ուժեղ Հայաստանի հետ կապված։ Քանի որ էլի հերթական անգամ քաղաքացիական պայմանագիրը բոլոր առումներով սխալ է ասում, այսինքն հակառակ կողմն է տանում, մեր կուսակցությունը միանշանակ ունի գաղափար ու ցանկացած անձի, այսպես ասած, աբորինի կալանավորելու պարագայում մեր պայքարը շարունակվելու է։ Մինչև վերջին մնացած մարդու պարագայում նույնպես այդ ամենը շարունակվելու է։ Ու տեսեք, շատ հետաքրքիր իրենք բան են ասում, շատ դեպքերում իրենք իրենց, այսպես ասած, նոր թագարտի մեջ են դնում, ինչ է նշանակում, լավ եկեք դերից սկսենք, ինչ է նշանակում, որ եթե առաջի 5-ին կամ առաջի 10-ին տանենք, կալանավորենք աբորինի, քանդվելու է։ Այսինքն, այս մարդկանց մոտ ընդամենը քաղաքական հետապնդումներ են։ Այս մարդիկ չեն ուզում, որ որևիցե մեկը ընդդիմադիր լինի, չեն ուզում որևիցե մեկը այլ հայացքներ ունենա։ Այսինքն, ով չի անցնում Նիկոլ Փաշինյանի թրի տակով, կալանավորելու է։ Ես վստահ եմ, որ այս ամեն ինչ պատասխան գալու ժամանակը գալու է ու այդ ուժ չի լինելու։ Այսինքն, իրենք ցանկացած աբորինուց այն աստիճանին աթոռներից կարճած, որ իրենք հիմա պատրաստ են ցանկացած տեսակի աբորինության։ Բերենք Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության վառ օրինակը։ Ձայն հավաքածին որոշում է կայացվում ուժից դուրս թողնել խաղից, այդ ամենաթողության կակատնակետն է։ Բայց ելի եմ կրկնում, ամեն բան ինչպես որ ունի սկիզբ, ունենալու է նաև տրամաբանական ու ցավոտ ավարտը։ Մեր երկրում ինչ պետք է կատարվի, որ ԿՊ-ն այդ տրամաբանական ավարտը տեսնի։ Իմ անձնական կարծիքով դա լինելու է այն ժամանակահատվածում երկու աշխատանքների, պարագայում ազգային ժողովի աշխատանքի ու նաև ես այսպես ասեմ, ազգային ժողովի աշխատանքում լավ աշխատանք ցույց տալու պարագայում
մեր հայրենակիցները տարբերությունը կհասկանան լավ ապրելու ու ճորտի կարգավիճակով ապրելու։ Բերենք վերջին օրինակը, հա, կոմբայնի Նարեկ Կարապետյանը, որ ինչպես խոսք էր տվել մինչև ընտրությունները, ոչ թե մինչև խոսք էր տվել, ասել է, որ ցանկացած բարեկայում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին է լինելու, գյուղում խնդիրներ էին բարձրացել ու Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրություններից հետո կուսակցության անդամները, կուսակցության Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ շրջում են համայնքներով ու սա լինելու է շարունակական։ Դա շատ ուժեղ նյարդ է առաջացրել ԿՊԱ-ականների մոտ, Տարոն Չախոյան եւ մյուսներ, իրենք նյարդայնացած են։ Ես այդ ֆեյքը Այդ կապը ինչու է, այսինքն ուժեղ Հայաստանի հետադարձ կապը, հա, հետադարձ կապը քաղաքացու, գյուղացու հետ նրա խնդիրների լուծումը, ինչու է այդքան նյարդայնացնում այս իշխանությանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը իրենց ասած ժողովրդի ծոցից դուրս եկած ընտրվածն է, իրենք ինչու են անհանգստանում, որ գյուղացին ձեզ է ընդունում, ձեր կողմից, այո, ինչ խնդիր կա։ Հենց այդ վախն է, այդ որ ասում եմ աթորիցիան աստիճանի ընկարել, որ իրենք չէին պատկերացնում, չէին հավատում, որովհետև իրենք իրենց համար Տարոն Չախոյանները մնացածները իրենք իրենց համար աշխարհ էին ստեղծել, որտեղ իրենց պատկերացումով չէին տեսել Սամվել Կարապետյանը Տաշիր բարեգործական հիմնադրամի վերջին 30 տարիների արածը, իրենք իրենց այդ մասը, այսպես ասած, սևացրել էին, չէին ուզում տեսնել, մոռացել էին, թե ինչպիսի ոգևորությամբ լայն բացված ժպիտով գնում էին, ծափահարում են, երբ որ նոր բաներ կառուցվում հիմնադրամի կամ Սամվել Կարապետյանի կամ Կարապետյանների ընտանիքի կողմից, հիմա այդ քանի որ անցած էր, իրենք կարողանում էին տագը ինչ որ անհասկանալի բաներ տանել, որ օրինակ 1995 թվականին Կարապետյանների ընտանիքի կողմից կառուցվեց եկեղեցի, որովհետև մտածում են, որ 2025 թվականին ինքը կարող է քաղաքականություն։ Այդ իրենց փուչ աշխարհը կարողանում էին ու փորձում էին հրամցնել մարդկանց, բայց այս պարագայում խաղաքարտերը լրիվ խառնվեցին։ Ինչ որ խոսք էր տրվում, այսինքն լինել հայ ժողովրդի կողքին, լինել քաղաքացիների կողքին, անկախ նրանից Նիկոլ Փաշինյանն ընտրե, թե չեմ ընտրե։ Կարապետյանների ընտանիքը շարունակում է լինել մեր ազգի կողքին, ինչպես անում են թե Արցախում, թե Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա դրան համար իրենց մոտ, այսպես ասած, տոկային մինուսը պլյուսը խառնվել իրար, որովհետև չէին մտածում, որ իրենց արչինով էին չափում, այսպես ասեմ։ Ընտրությունները հաղթել ես, ատկատներով է կամ չգիտեմ ինչով է, ինչ որ բաներ անում ես, այո, բայց չէին պատկերացնում, որ իրենց ուղեղով էլի չէին պատկերացնում, որ Սամվել Կարապետյանը նույնձև կամ Նարեկ Կարապետյանը, Կարապետյանների ընտանիքը նույնձև շարունակվելու են ապրել անկախ նրանց իշխանություն, թե իշխանություն չեն, որովհետև ընդհանուր առմամբ նաև դետալային առումով, այստեղ խնդիրը իշխանության գալը չի եղել երբևիցե։ Փոփոխություն ունենալն ու լավ Հայաստան ունենալու գաղափարն եղել։ Այ հենց այստեղ է մեր ու իրանց տարբերությունը, որ իրենց գաղափարը սպիտակ մաքուր թուղթ է, մնալ իշխանության ու հնարավորինս պարգևավճարներով անհասկանալի, չգիտեմ, գործողություններով ունենալ ցոփ ու շվայտ կյանք։ Մեր գաղափարը հայրենիքն է, շատ պարզ իրականում։ Տեսեք, պարգևավճարների հետ կապված, այո, ուժեղ Հայաստան կուսակցությունը ընտրություններից հետո գնում է կոմբայն է նվիրում գյուղացիներին, իդեպ նույն շաբաթվա մեջ Նիկոլ Փաշինյանը ամբողջ պետական համակարգին 5 միլիարդ դրամի պարգևավճար է տալիս։ Բայց պարոն Մխիթարյան, դուք պարզից էլ պարզ է, չէ, որ գյուղացիների սոցիալական խնդիրները լուծելը բավարար չէ, որպես Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժ, դուք պետք է ունենաք համակարգված մարտավարություն հաջորդ ընտրություններին իշխանություն վերցնելու։ Չգիտեմ, գուցե դուք սկսեք ավելի ակտիվ լինել թիմերի ընտրությունների ժամանակ, բայց այս դեպքում էլ կա մյուս հարցը, ընդդիմադիր բոլոր տեխնացուները, ովքեր թիմ ընտրություններում հաղթում են, հայտնվում են բանտում, ամենաթարմ օրինակը Գյումրին է, հա, այս հարցերի վերաբերյալ ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Մենք միանշանակ բոլոր հնարավոր ելի եմ կրկնում, այստեղ իրենց համար է խոսքս հստակ ուղղված, բոլոր օրինական ճանապարհներով, ինչ որ եղել է Հայաստանի գրված է Հայաստանի Հանրապետության սահմանության մեջ մնացած բոլոր օրենքներով, մենք այդ ամեն բոլոր հնարավոր ճանապարհներով գնալու ենք առաջ։ Ինչ վերաբերում է կալանավորումներին, կալանավորում են մեկին, մեր տեխնազուն մյուսն է։ Մյուսին, այն մյուսն այսպես շարունակական, այսինքն այս պայքարը կանգ չի առնելու այնքան ժամանակ, մինչև Հայաստանի Հանրապետությունը չփրկվի այս մարդկանցից։ Դա տևելու է թե մի տարի, մի օր, 5 ամիս, 10 օր, թե ինչ, բայց մենք ունենալու ենք այդ փոփոխությունը։ Այն մտավախությունը, որ Կներեք, ես որովհետև մի բան ավելացնեմ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի
նույնիսկ Նիկոլ Փաշինյանին ընդրածը արժանի չի, որ իր երկրի վարչապետը լինի Նիկոլ Փաշինյանը։ Այն մտավախությունները, որ կան, որ ուժեղ Հայաստանի падգամավորները կհայտնվեն ազգային ժողովի կարմիր աթոռներին եւ կկտրվեն իրականությունից, նրանց կապը կկտրվի քաղաքացու խնդիրներից, ձեր դեպքում ակտուալ չի լինելու երբեք։ Այսպես ասեմ, Նարեկ Կարապետյանը, սպայն չեմ ասում, Սամվել Կարապետյան, Նարեկ Կարապետյան դա թույլ չի տա, եթե փորձեմ հնարավորինս հակիրճ պատասխանեմ։ Ասեմ ավելին, դա էլ ապացուցեց, որ այդպես չի կարող լինել, որովհետև Նարեկը անձամբ հիմա շրջում է գյուղերով։ Այսինքն կուսակցությունը ու առնվազն մեր թիմը այն աստիճան է կառուցված, որ եթե Նարեկը մի բան անում է, որը լավ բան է, որը հենց նշանակում է քաղաքացուց, գյուղացուց մեր քաղաքացիներից չկտրվել։ Մենք էլ ենք պարտավոր դա անել, որովհետև ամեն մեկս վերջ ես ներկայացնում եմ Շիրակի մարզը։ Ես պարտավոր եմ։ Այո, չկտրվել։ Ու վստահ եմ կուսակցական առումով իմ պատիժը շատ խիստ է լինելու, երբ որ ես քեզնից կդրվեմ։ Իդեպ Գյումրիի հետ կապված ինչ իրավիճակ է այնտեղ, ես ավելի վաղ հիշում եմ ԿՊԱ-կան падգամավոր կա ազգային ժողովում Գյումրիից ընտրված Էմա Պալյան, որը Նիկոլ Փաշինյանից կառավարության ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ խնդրեց լուծել Գյումրիում ստեղծված այդ քաղաքական իրավիճակի հարցը, այսինքն այնտեղ տանել նոր ընտրություններ։ Մենք տեսնում ենք ԿՊԱ-կանները բոյկոտում են ավականունիստերը։ Ի վերջո Գյումրիում ստեղծվել է մի պատկեր։ Գյումրին ընդդիմադիրների համար դարձավ օրինակ, ասում էին նույն համապետական մակարդակով գնանք Գյումրի երկուսանենք, բայց Գյումրին հիմա շատ վատ վիճակում է։ Կա ընտրված համայնքապետ, բայց այդ համայնքապետը չի կառավարում, Նիկոլ Փաշինյանն էլ նպատակ է դրել Գյումրիում գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Ինչ իրավիճակ է այդ քաղաքում։ Ասեմ դες Գյումրի кейսը, այսպես ասած, երևի ժողովրդավար երկրներում ամենա աբսուրդային ժանրերի մեջ կտասվեր կամ top 3-ի, top 5-ի մեջ է, որովհետև ունենալով լինելով Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը, վերջ-վերջում Նիկոլ Փաշինյանը չէ խոսում է դեմոկրասի, ժողովրդավարություն, անգլերեն բառեր օգտագործում, չգիտեմ ինչ բաներ անում, երբ որ խոսում ենք ժողովրդավարության մասին, եղբայր քաղաքը գնաց է, իր ընդրությունը կատարել է։ Ժողովրդավար երկրում դա նորմալ է, որ կառավար քաղաքացիական պայմանագրի կուսակցության չեն, որ դա պարտադիր չէ։ Նորմալ է, որ մարդիկ ինչպես որ ընտրել են իրենց տեխնազոյին, ընդդիմադիր տեխնազոները ավելի շատ ձայն էին հավաքել եւ միաձայն որոշում կայացվեց քաղաքապետ, համայնքապետ ընտրել Վարդան Ղուկասյանին։ Հիմա այս մարդը չի մարսել։ Մի տարուց ավել է անդադար ինչ որ բաներ է փորձում անել։ Ասեմ ավելին, իրենք փորձում են ստեղծել արհեստական խնդիրներ, իրականում այդ խնդիրները չկան։ Ու խոսում են կոլապսի մասին, խոսում են, չգիտեմ, ինչ որ անհասկանալի բաների մասին, բայց քաղաքացիական պայմանագրի կուսակցության ավականու անդամները նույնիսկ չեն, այ շատ ճիշտ ասացիք, չեն եկալու ավականու նիստերին։ Չեն ներկայացնում ինչ-որ առաջարկներ քաղաքի համար, որից է բան չեն անում։ Իրենց գեր նպատակը ունենալ քաղաքապետ իրենց կուսակցությունից, այո։ Քաղաքում որպես այդպեսին ամենամեծ խնդիրն է, որ գյումրեցիները հիմա ամենաշատը նեղված են, որ Վարդան Ղուկասյանը կալանավորված է, ինչքան էլ միանշանակ ուրախալի է, որ հիմա սպայնքոնը իր տանն է, իր ընտանիքի անդամների հետ է, բայց բոլոր մարդիկ էլ ողջամիտ ցանկացած մարդ հասկանում է, որ դա շինծու գործ է, որովհետև եթե իրականում ռեալ բան ունենային, արդեն հստակ գործողություններն անելու էին։ Դատարանն էլ հասկացավ, որ իրավական որպես այդպեսին, դա փաստական իրավական հիմքեր չկան։ Այսինքն պատիժը կես տոկոսով մեղմացուցիչ է, չասենք պատիժ, կալանք, կալանքի պահ։ Ու հիմա Ավետիս Առաքելյանը շատ լավ քաղաքը առանց որևէ խնդրի առօրյա վավրում է, խնդիրները լուծում են, այո, քաղաքում խնդիրներ կան, քաղաքում շատ խնդիրներ կան, բայց նույն խնդիրներից 10 անգամ ավել կա Երևանում խնդիր, Վանաձորում, այսինքն Ավետիս Առաքելյանը ինչ որ բանում մեղադրել է, սպայն առնվազն այսպես ասենք ճիշտ չէ։ Բայց առաջնահերթ է դարձել արտահերթ ընտրությունների գնալը, ինչու, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում ոչ միայն ընդդիմադիր քաղաքապետ, այլ ընդդիմադիր գյումրեցի։ Միանշանակ։ Դրա համար հիմա տեսեք 8 տարվա մեջ Աղետի կոդի համարվող քաղաքում մեկ հատ տուն, ընդամենը մեկ հատ 8 տարվա մեջ, խնդրում եմ մասուշարություն տասնենք 8 տարի եւ ընդամենը մեկ բնակարան, որովհետեւ մեկը չի ստացել Աղետի կոդու տուժած մարդկանցից։ Բա փողերը, այդքան փող է հատկացվում Աղետի գոտուց տուժածների համար, ինչ են անում։ Ամենայն անգործությամբ տեղյակ չեմ էլ տեսել ու քաղաքում էլ վստահ եմ, որովհետեւ մեկը չի տեսել այդ գումարները, բայց այստեղ ուրիշ հարց կա։
եթե չեմ սխալվում, չէ, ընտրություններից նախաշեմին Գյումրիում ելույթներից մեկը վերաբերում էր նրան, որ իրեն նոր են զեկուցել, որ Գյումրիում թաղամասերու փողոցներ կան, որտեղ խայդարակ վիճակ է։ Այսինքն ինչ է ստացվում։ Դե եթե նոր են զեկուցել, ուրեմն քո նշանակած մարզբեդները, մարզի պատգամավորները քեզ չեն զեկուցել։ Այսինքն այս ամեն ինչը իր հերթական շոուների ընդամենը մի մասին էր մարդկանց խաբելու, մանիպուլացնելու։ Իրոք վարչապետը տեղյակ չէ քաղաքի երկրորդ քաղաքի հանրապետության մասին, հայրաքաղաքի մասին։ Կամ ասեմ ավելին, եթե հիշում եք, Գյումրիում քաղաքի տոնը, ինչ է թե ԿՊՉ քաղաքապետը Գյումրիում քաղաքի տոնը իրենց կողմից որից բան չարեցին, այդ ամբողջը արվեց Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ու իրենց միջոցներով ու դերային պարագայում, երբ որ ինքը գտնում էր ԱՂԾ մեկուսարանում, երկրի վարչապետը նույնիսկ հայրաքաղաքի տոնը չշնորհավորեց։ Սա Ինչ է վրեժխնդրություն գյումրեցիներից։ Միանշանակ որևիցե կերպ չի մարսում։ Այդ դեպքում պարբերաբար Նիկոլ Փաշինյանը այսպիսի մի մոդել էր կիրառում, ընտրություններից առաջ գնում է խոշորացումների։ Անգամ խոշորացված համայնքները ինքը խոշորացնում է ընտրություններից առաջ, այս մոդելը կգործարկի նույն Չեմ Գյումրիում։ զարմանա։ Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ, որը ոչ իրավական ճանապարհով է արվում, բացառել հնարավոր չէ, պետք չէ, չի կարելի։ Մարդը չունի որևիցե կարմիր գիծ։ Այստեղ ամենակարևոր հարցը դա է։ Իսկ Գյումրիում ընդդիմադիր տրամադրվածությունների փոփոխություն կա, թե ոչ։ Այսինքն ընդդիմադիրից թեկվել Քաղաքացիների տրամադրվածությունը շարունակում է մնալ ընդդիմադիր, թե ոչ։ Ընդդիմադիր թիմը համապետականությունն, եթե թիվը չեմ սխալվում, այս պահին ավելի էր 20,000-ից։ Իրենցը մոտ 26,000։ Բայց երբ որ հանում ենք իրական կետնի վրայի քաղաքացիական պայմանագրի ստացած կուսակցության ձայները ստացած ու իրենց այդ վարչական ռեսուրսների օգտագործում վախեր, ընտրության օրը մեր երևի սուտ չխոսեմ, վստահված անձանց գերակշիռ մասը մի քանի ժամով տնից հարկադրաբար բացակայել էր։ Այսինքն այն լծակները, որ իրենք օգտագործեցին ու ունեցանք հանրապետության մասշտաբով 100,000 անհասկանալի անձնագրերով ձայներ, հենց դրա մասին է խոսում։ Գյումրին եղել է ընդդիմադիր, Գյումրին ընդդիմադիր է հենց քաղաքացիական պայմանագրին ու Նիկոլ Փաշինյանին եւ միանշանակ Գյումրին մնալու է այդպեսին։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, Արմատ մեդիայի եթերում զրուցակիցս Ռուբեն Մխիթարյանն էր, կհանդիպենք վաղը։